Իրանի նախագահ խոստանում է ճգնաժամի հաղթահարում, ինտերնետի վերականգնում, կան այդպիսի հիմքեր արդեն։ Իրականում արդեն 4 օր է, ինչ Իրանում ինտերնետը անջատված է եւ այս պայդրությամբ տեսանելի չէ, թե երբ կվերականգնեն ինտերնետը։ Իհարկե վերջո այն վերականգնելու են, բայց հնարավոր է դա արվի այն ժամանակ, երբ իշխանությունները այլևս վտանգ չեն տեսնի։ Իսկ տնտեսական ճգնաժամը մեղմելու հետ կապված նման պլաններ Իրանի կառավարությունը շատ վաղուց ունի եւ ոչ միայն այս կառավարությունը, բոլոր կառավարություններն են նման խոստումներով հանդես եկել, բայց տարիների միտումը ցույց է տվել, որ այդ ճգնաժամը միայն խորացել է ու հանգեցրել նմանատիպ ցույցերի։ Արարչին ասում է իրավիճակը վերահսկելի է։ Այս իրավիճակը կարելի է վերահսկելի համարել։ Գուցե ընթացիկ 540 թե 50 զոհ արդեն։ Զոհերի տվյալները դեռ վերջնական չեն, բայց այո, խոսքը հարյուրավոր զոհերի մասին է։ Գուցե իրենք համարում են, որ վերահսկել են այդ ցույցերի պիկը, որովհետև հունվարի 7, 8, 9 եւ գուցե նաեւ 10 ցույցերի բավականին ուժգին ժամանակահատվածն էին ու այդ զոհերի մեծ մասը օրինակ հենց այդ ժամանակահատվածին են վերաբերում։ Գուցե իրենք կարողացել են ճնշել այդ ուժգնությունը, մեզ համար իրականում սա պարզ չէ, որովհետև ինտերնետի բացակայության պայմաններում մենք շատ սահմանափակ ինֆորմացիա ունենք Իրանից, երբ այդպիսի հայտարարություն անում, գուցե հիմքը նա է, որ իրենց հաջողվել է այդ ուժգնությունը ճնշել, բայց ընդհանուր իրավիճակը համարել կառավարելի, չեմ կարծում հնարավոր է այդպես բնութագրել, որովհետև երկրի այդ իրավիճակի, սոցիալ-տնտեսական իրավիճակի նման վատթարացման պայմաններում ցանկացած հերթական ուժգին ցույցի համար պետք է մեկ շարժառիթ։ Ռանակ, ասեք, ո՞րն է այս ճգնաժամի իրական պատճառը։ Հիմա Իրանից հատկապես գործող իշխանությունը շատ է տարածում այն թեզը, որ դրսից են ներմուծել այս անկայունությունը Իրանում։ Լավ, դուրսը մի պահ թողնենք։ Ներսը հանդարտ էր, ամեն ինչ իդեալական էր, դրսից կարողացան այսպիսի ցնցում առաջացնել։ Իհարկե ոչ, ներսը հանդարտը չէր եւ առհասարակ եթե զուտ ցույցերի տեսանկյունից ենք նայում, վերջին տարիներին ցույցերը Իրանում ուղղակի պարբերական բնույթ են ունեցել։ Տարբերվել է դրանց ուժգնությունը, բայց դրանք եղել են կարելի ասել գրեթե ամեն օր։ Օրինակ եղել են լոկալ բնույթի ինչ-որ խնդրի շրջանակներում, ենթադրենք ջրի խնդիր, այո, կամ էլեկտրաէներգիա, իսկ հիմա ընդգրկել է Իրանը ամբողջ եւ շատ ավելի ուժգին է, քան նախկինում եղած ակցիաները։ Մինչև այս պահը մեզ համար ամենաուժգին, այսպես բողոքի ալիքը, որ եղել է Իրանում, համարվել է 2022-ի ալիքը, ընդ որում 22-ի ցույցերը դեռևս իրենց տևողությամբ, դրանք տևել են 3 ամիս, շարունակում են լինել առաջատարը, բայց այս ցույցերից էլ դեռ այսպես հստակ ինֆորմացիա չունենք, չգիտենք դեռ արդյոք վերջացել են, թե դեռ ընթացքի մեջ են ու դեռ կտևեն, օրինակ, չգիտեմ, ենթադրենք մինչև հունվարի վերջ կամ փետրվար եւ այլն, բայց համենայն դեպս իրենց ուժգնությամբ, մարդաշատությամբ ու նաեւ ռադիկալիզմով այս ցույցերը արդեն իսկ գերազանցել են Իրանում անցկացված բոլոր ցույցերին։ Հիմա այս դրության կառավարողը ով է Իրանում, իշխանություն, հոգևոր թե աշխարհիկ իշխանություն։ Իրանում այդ երկու իշխանությունները, եթե այդպես ենք բնութագրում, ընդհանուր շատ սերտ աճած են, միահյուսված են ու դժվար է ասել, որ Եվ չունեն ներքին հակասություն։ Հակասություններ կան տարբեր ինստիտուտների մեջ, օրինակ կառավարություն եւ ենթադրենք այլ ինստիտուտներ, որոնք ավելի պահպանողական են, ու դա տարբեր կառավարությունների դեպքում շատ ավելի ցայտուն է երևացել, ենթադրենք Հասան Ռոհանիի նախորդ Էբրահիմ Ռայիսից առաջ եղած նախագահի օրոք շատ ավելի ցայտուն են երևացել։ Փեզեշքյանի ընթացիկ կառավարության դեպքում եւս էլի կան նման տարաձայնություններ, բայց Փեզեշքյանը հնարավորինս այսպես Լարա Խաղացի նման փորձում է բոլոր ինստիտուտների հետ լավ հարաբերություններ ունենալ, բայց հենց այդ ինստիտուտների բազմազանությունը ու նաեւ դիրքորոշումների տարբերությունը հաճախ բարդացնում են իրավիճակը։ Եթե իրանական փողի այդ կտրուկ ինֆլյացիան տեղի չունենար, մենք այսպիսի իրավիճակի չէինք հանդիպի։ Կհանդիպենք, կլիներ մեկ այլ դրդապատճառ, մեկ այլ շարժառիթ, դա կլիներ տնտեսական շարժառիթ, սոցիալական թե այլ, կարևոր չէ, կլիներ նորից նմանատիպ ալիք, որովհետև ընդհանուր առմամբ կա դժգոհության կուտակում, տարիներ շարունակ է դա կուտակվել,
կա 22 թվականի ցույցերից հետո հիասթափության շատ ավելի մեծ ալիք, հասարակություն, իշխանություն շատ ավելի մեծ, այսպես անդունդ, ու սա անխուսափելի էր։ Ինչպես եւ անխուսափելի կլինի հաջորդ ալիքը, եթե սա այսպես հանդարտեցնեն օրինակ ու այլ միջադեպեր չլինեն, օրինակ արտաքին միջամտությունների տեսքով։ Դե արտաքին միջամտություն Իրանը հաղորդում է Վաշինգտոնի հետ հավանական բանակցությունների մասին եւ ասում են արդեն Շվեյցարիայի օգնությամբ այդ շփումները կան։ Վաշինգտոնն է որոշելու այս իշխանության ճակատագիրը իրեն։ Բարդ է իրականում հասկանալ ընթացիկ իրավիճակը եւ թե ով ինչ է որոշելու, բայց ամեն դեպքում Միացյալ Նահանգների դերակատարումը միանշանակ կարող է իր ազդեցություն ունենալ։ Նահանգները արդեն բազմիցս սպառնացել է օրինակ հարված հասցնելով, բայց այստեղ էլի շատ մեծ հարցական կա, ինչ է ենթադրում հարված հասցնելը։ Արդյոք դա ենթադրում է անձի թիրախավորում, օրինակ Գերագույն առաջնորդի, արդյոք դա ենթադրում է ենթակառուցվածքների թիրախավորում, օրինակ ռազմական կամ անվտանգային ուժերի։ Այսինքն այստեղ կան ինչ-որ հայտարարություններ, բայց ոչինչ պարզ չէ ու ոչինչ հնարավոր չէ կանխատեսել, թե ինչ գործողություններ կլինեն ու ըստ այդմ ինչը լինելու։ Բայց մյուս կողմից այդ գործողություններով սոցիալական բունտը հնարավոր է կանգնեցնել։ Մարդիկ բողոքում են այլ բանի դեմ, ոչ թե այն թիրախների, որոնք ամերիկան հավանական Սոցիալական բունտը բնականաբար նահանգների գործողություններով հնարավոր չէ կասեցնել, բայց այս պահին իրանցիների ցույցերի կոնկրետ գլխավոր պահանջներից մեկը, եթե ոչ գլխավորը, հենց պետական համակարգի փոփոխությունն է, այսինքն այս իշխանությունների հեռացումը Ալի Խամենեի օրինակ գլխավորությամբ, մյուս թեզը, որ էլի շրջանառվում է այս ցույցերի շրջանակներում, դա Փահլավիի վերադարձն է ու որպես այդպես վերադարձող Փահլավի դիտարկվում է շահի որդին Ռեզա Փահլավին, որը այս օրերին իրան փորձում է ցույցերի առաջնորդ ներկայացնել։ Դա հավանական սցենարներից մեկն է։ Հավանական սցենարների մասին իրականում էլի բարդ է խոսել, բայց այս բան եթե ընդդիմության շարքերը դիտարկենք, այլ հավանական առաջնորդի տեխնացու չկա։ Այսինքն կան նաև այլ ընդդիմադիր գործիչներ, որոնք իրանցիների համար առանձնապես ընդունելի չեն։ Երկրի ներսում այդպիսի հնարավոր տեխնացու չկա, եւ միակը, ով ինչ որ չափով դիրքավորվել է ու նաև ցույցերի շրջանակներում առնվազն քարոզչական մակարդակով ներկայացվում է որպես առաջնորդ եւ ներկայացվում է, որ նրա վերադարձն են ցանկանում, դա Ռեզա Փահլավին է, բայց էլի նրան հանդեպ մոտեցումը Իրանում միանշանակ չէ։ Կան շրջաններ, օրինակ թուրքախոսների դեպքում, գուցե նաև քրդերի դեպքում, երբ Փահլավին նրանց համար այդքան ընդունելի չլինի, բայց սա որոշ շրջանակների դեպքում, էլի ոչ բոլորի դեպքում է։ Բացառում եք, որ Վաշինգտոնը կարող է Փեզեշքյանի հետ համաձայնության գալ։ Փեզեշքյանն ամեն դեպքում համարելով նրան ավելի լիբերալ այս իշխանության կազմում։ Տեսեք, Փեզեշքյանը համակարգի մաս է կազմում եւ եթե անգամ իրենք հակված լինեն բանակցել, համաձայնության գալ, ի վերջո պետք է համակարգը իր այդ համաձայնությունը տա ինչ որ պայմանավորվածությունների։ Եվ ոչ միայն իրականում Խամենեին, այլև այնտեղ այլ ինստիտուտներ էլ կան, որոնք ունեն բավականին մեծ դերակատարում ու այսպես միայն կառավարությունը չի կարող որոշել, որ գնում է X պայմանավորվածության Միացյալ Նահանգների հետ։ Մենք մոռանում ենք գլխավոր հարցը։ Այսօրերին մի շատ հայտնի տեսանյութ է պատտվում։ Դա իրանցի կինը այրում է Խամենեի նկարը եւ ծխախոտը բանանում կպցնում այդ կրակից, հասկանալի է սիմվոլական ինչ են ձգտում իրանցիները իրականում։ Ինչ ազդակ է դա Իրանի իշխանությունների։ Տեսեք, ընդհանուր առմամբ այս ցույցերի ընթացքում Ալի Խամենեի այսպես պատկերով պաստառներ այրելը կամ Իրանի հենց Իսլամական Հանրապետության դրոշը այրելը, ընդհանուր մինչև մզկիթների վրա հարձակումները եւս ցույցիչ են նրա, թե ընդհանուր ինչ տրամադրություններ են տիրում այս ցուցարարների շրջանում եւ որն է նրանց բողոքը համակարգի դեմ, որի խորհրդանիշը եւ մարմնացումը Ալի Խամենեին է։ Այսինքն հիմնական պահանջը ըստ էության առնվազն կարգախոսների մակարդակով դա է։ Տարօրինակ զգացում է առաջանում ցուցարարների մեջ զինված մարդկանց տեսնելը։ Ազատ շրջում են ցույցերի ժամանակ։ Դա էլ երևի թե էլի այս ցույցերի առանձնահատկություններից մեկն է, ընդ որում
դա կարելի է բացատրել մի քանի Այսինքն հանգամանքով։ ենթադրում են, որ կան ուժեր, որոնք ուզում են թեժացնել այդ սպանություններով իրավիճակը։ Իհարկե, օրինակ, եթե մենք վերցնենք, ենթադրենք Իրանի արևմտյան շրջանները, հիմնականում քրդաբնակ շրջանները, որտեղ էլի շատ թեժ ցույցեր են ընթանում, այդտեղ եւս հաճախ են եղել այսպես զինված բախումները, ու սրա բացատրություններից մեկը նա է, որ այդ շրջաններում ակտիվ են քրդական զինյալ որոշ խմբավորումներ, որոնք բնականաբար ունեն որոշակի զենք զինամթերք կամ կարող են հարևան Իրաքյան Քրդստանից ներկրել, ու այստեղ էլի կարող է այդ գործակալական դերակատարումը իր դերակատարումն ունենալ, այսինքն զարմանալի չէ, որ ինչ որ ցուցարարների մոտ կարող են լինել նաև զենքեր, հաշվի առնելով, որ Իրանի հակառակորդները հանձինես օրինակ Իսրայելի ունի գործակալական ցանց, որը նաև շատ ակնառու է եղել 12-օրյա պատերազմի ընթացքում, հետևաբար այս առումով սա զարմանալի չէ նաև այն համատեքստում, որ ընդհանուր կա համակարգի եւ ուժայինների նկատմամբ այսպես գեներացված ատելություն, բավականին բարձր մակարդակ, ու շատերը գուցե հենց զենքի միջոցով պայքարն են տեսել լուծում։ Ժաննա, այս իրավիճակում ինչպիսի դերակատարություն կարող է վերապահված լինել Թուրքիային եւ Ադրբեջանի։ Թուրքիայի եւ Ադրբեջանի մասով, քանի որ ես ինքս մասնագետ չեմ, շատ մեծ դիտարկումներ չեմ կարող անել, բայց Իրանի համատեքստում այս երկրների առաջնային դերակատարումը միշտ վերաբերվել է օրինակ պանթյուրքական օջախներին, դրանց ակտիվացմանը կամ սնուցմանը եւ այլն։ Ու այս համատեքստում եւս, եթե Իրանում ինչ-որ անկայունություն է լինում եւ շարունակվում, չի բացառվում, որ այս երկրները կկարողանան օրինակ ակտիվացնել կամ կփորձեն ակտիվացնել պանթյուրքական օջախներին։ Ադրբեջանաբնակ տարածքներում ապրողների։ Օրինակ թուրքախոս այո տարածքներում, բայց այստեղ մենք նաև պետք է արձանագրենք, որ նույն թուրքախոս շրջանների ցույցերը իրենք եղել են նույն համատեքստում, ինչ Իրանի մնացած բոլոր շրջանների ցույցերը, այսինքն իրենք ինչ-որ այլ պահանջով չեն առանձնացնել, բայց մենք նաև նկատում ենք, որ նույն պանթյուրքական շրջանակներում հակառակը փորձ է արվում տանել այն քարոզչությունը եւ այն տպավորությունը ստեղծել, թե այդ տարածքներում կա նաև այլ պահանջներ, այնինչ դա ավելի շատ պանթյուրքական քարոզչությունն է, քան ռեալ պատկերը։ Այսօր հանդիպեց տեղեկություն մեր իրանագետներից մեկի կողմից, որ այդ ցուցարարների մեջ կան խմբեր, որոնք ադրբեջանական քարտերի են տիրապետում, հատկապես ձեր նշած այդ սահմանամերձ գոտիներում, այսինքն հավանականությունը մեծ է, որ Բաքուն այնուամենայնիվ միջամտության գործիքներ ունի։ Առհասարակ Իրանի թուրքախոս նահանգներում Ադրբեջանը տարիներ շարունակ շատ ակտիվ է եղել ու առնվազն քարոզչական մակարդակում իր փորձել է նարատիվները ենթադրենք տարածել թուրքախոս բնակիչների շրջանում։ Ինչ վերաբերում է քարտերի առկայությանը եւ այլն, նման ինֆորմացիա չեմ կարող հաստատել, բայց դա նաև մեկ այլ հարց է առաջ բերում։ Իրանում այս օրերին սահմանափակել են նաև բջջային կապի հասանելիությունը, այսինքն բոլոր տեսակի կապն են սահմանափակել, ընդհանուր նաև արբանյակային կապն են խլացնում, ու այս պայմաններում չգիտենք որքանով կարող է դա օրինակ աշխատել այդ ադրբեջանական քարտեր ունենալ կամ չունենալը, բայց չեն բացառում, որ կարող են այլ գործիքակազմ կիրառել։ Հայ-իրանական հարաբերություններում ինչ ռիսկեր են առաջացնում այս դեպքերը։ Այս բանին մենք ունենք առաջին ազդեցությունը տնտեսական հարաբերությունների վրա, նույն ռեալի արժեզրկումը խնդիրներ է ստեղծել նաև հայ-իրանական, այսպես առևտրաշրջանառության համար, ինչու որովհետև օրինակ կան արդեն իսկ հայ ներգրողներ, ովքեր հայտնել են, որ իրեն գործը այսպես ասած կանգնած է եւ չեն կարողանում ներկրում իրականացնել, որովհետեւ եւ Իրանում ընդհանրապես իրավիճակի լարվածության հետ պայմանավորված եւ առաջին հերթին ռեալի արժեզրկման պայմանավորված, քանի որ շատերի համար բիզնեսի տեսանկյունից
հարմար բարենպաստ մթնոլորտ չէ այդ ռեալի արժեզրկման պայմաններում բիզնես վարելը կամ եթե դիտարկում ենք մեր արտահանման տեսանկյունից, ապա մեր ապրանքը կարող է ոչ թե կարող է, այլ իրանցիների համար շատ ավելի թանկ է ըստ էության լինելու եւ գուցե այդ պայմաններում պարզապես օրինակ նպատակահարմար համարվի ինչ որ ապրանք չներկրել, այսինքն նմանատիպ ռիսկեր կան, որոնք արդեն առնվազն մեր գործարարները ու տնտեսագետները բարձրաձայնում են, որ կարող են լինել։ Դե Իրանը բացի հայ-իրանական ուղիղ առևտրային հարաբերություններից Իրանը մեծ ճանապարհ է տալիս նաև այլ երկրների հետ, հատկապես դեպի Հնդկաստան, Չինաստան, այդ ուղղությունը սպասարկելով։ Դա էլ է վտանգվում։ Դա վտանգվում է այն դեպքում, եթե Իրանում լինում է օրինակ մշտապես ինչ-որ ոչ ստաբիլ վիճակ, ոչ կայուն վիճակ, այսինքն անդադ խժդժություններ, բախումներ, այդ սցենարի դեպքում չեն կարող բացառել, որ այո, կարող է նաև վտանգ սպառնալ նաև տարանցիկ հաղորդակցությանը, բայց այս պայդրությամբ կարծում եմ չկա նման ինֆորմացիա, որ ինչ-որ կերպ դա խաթարվել է։ Իշխանապողության հավանականությունը այս բանը ինչպես է գնահատում։ Հենց այս պահի եւ այսօրվա դրությամբ տպավորություն է, որ Իրանի իշխանությունները վերահսկել են իրավիճակը, բայց ելի եմ կրկնում ինտերնետի բացակայության պայմաններում սա այսպես շատ հարաբերական տպավորություն կարող է լինել, ու նաեւ տպավորություն է, որ Իրանի իշխանությունները պատրաստում են ել ավելի ուժգին ճնշել, ընդհանուր սաստկացնել եւ ճնշումը եւ նաեւ իրենց հետագա գործողությունները, բայց այս ամեն ինչը հենց այս պահի դրությամբ, որովհետև դեռ անհասկանալի է ինչ կլինի հետագայում ու ելի կրկնում եմ արտաքին միջամտության հարցը դեռևս օդում առկախված է, որը կարող է ելի շատ բան փոխել։ Օրինակ իրանցիների հոսք Հայաստան։ Իրանցիների հոսք Հայաստան, այո, եթե լինի նման անկայուն վիճակ, այսինքն Իրանը դառնա օրինակ Սիրիայի նման, ինչ որ իրավիճակ ստեղծվի, այո, ոչ միայն իրանցիների, այլ առաջին հերթին նաև իրանահայերի հոսք կարող է լինել։ Մենք էլ հիմա հստակ տեղեկություն չունենք մեր համայնքը ինչպես է այս իրադրությունում կողմնորոշվում։ Հա, Էլի կապը չլինելու պատճառով, թե այո, կապի բացակայության պատճառով համայնքի մասին հստակ ինֆորմացիա չկա, բայց կա շրջանառված տեղեկություն, որ իրանահայ զոհ ևս ունենք։